մեզ վստահություններ շնչում է մեր ժողովուրդը, մեզ վստահություններ շնչում են բոլոր հարցումները, մեզ վստահություններ շնչում է Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգը, իսկ ինչ վերաբերվում է տնային կալանքի պայմաններում, այնպես է ստացվել, որ կալանքում նույնպես հեշտությամբ կարելի հաղթել Փաշինյանին։ Պարոն Կարապետյան, 2021 թվականի համապետական ընտրություններին եւ 2025 թվականի Գյումրու քաղաքապետի ընտրություն ինչ որ X պահի հանկարծ անջատվեց էլեկտրականությունը։ Դուք որպես հեծի փաստացի սեփականատեր մտավախություն չունեք, որ նույնը, բայց ավելի մեծ մասշտաբով կարող է կրկնվել այս համապետական ընտրություններին եւ իշխանությունը մեղքը բարդի ձեզ վրա։ Արդեն 1 տարի է հեծը շատ վատ կառավարվում է ներկա իշխանության եւ իրենց վատ կառավարիչների կողմից։ Դրա համար ամբողջ պատասխանատվությունը կրում են թե այս իշխանությունը, թե ներկա կառավարիչները։ Հույսով եմ այդպիսի ապօրինություններ նրանք չեն անի, որի համար հետագայում լուրջ պատասխանատվության են ենթարկվելու։ Պարոն Կարապետյան, յուրաքանչյուրիս ողջ հասարակությանը հետաքրքրող ամենակարևոր հարցը։ Ասացիք, որ սեպտեմբերին պատերազմ չի լինելու։ Հետևաբար անվտանգության ոլորտից խոսենք։ Այստեղ առաջնահերթությունները ինչպես է պատկերացնում ուժեղ Հայաստանը։ Սահմանների ամրապնդում, ներքին կայունություն, միջազգային համագործակցության ընդլայնում կամ այս ամբողջի համադրությունը։ Այս մասին խնդրում եմ։ Մենք նայում ենք ամբողջի համադրությունը։ Մենք հասկանում ենք, որ չունենալով ուժեղ տնտեսություն, անհնար է շարունակել մնացածի մասին խոսելը։ Դրա համար մենք վստահ ենք, որ ուժեղացնելով մեր տնտեսությունը, մենք ունենալու ենք արժանապատիվ, երկարատև, կայուն խաղաղություն։ Պարոն Կարապետյան, արդեն խոսեցիք Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության մասին գործընկերոջս հարցին պատասխանեցիք, բայց այդուհանդերձ կցանկանայի, որ ավելի մի փոքր բացեք փակագծերն, օրինակ, թե որն է ուժեղ Հայաստան կուսակցության դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի Հայաստան դաշինքի հետ համագործակցության վերաբերյալ։ Ես արդեն ասեցի, իրենք ունեն հայտարարություն։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Այսօրվա դրությամբ ունենք 2 կոնկրետ պոզիցիա։ Այդ սահմաններում մենք աշխատում ենք։ Գնում ենք բացարձակ հաղթանակի, հիշելով Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները։ Պարոն Կարապետյան, ապրիլի 1-ին, երբ Ռուսաստանում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ակնհայտորեն Վլադիմիր Պուտինը իր աջակցությունը հայտնեց ձեզ, թեև որևէ անուն չնշվեց, բայց վերլուծաբանների գնահատմամբ խոսքը հենց ձեր մասին էր։ Դուք ինչպես եք վերաբերվում Վլադիմիր Պուտինի այդ աջակցությանը։ Նայեք, Հայաստանի քաղաքական դաշտի ապօրինությունների մասին այսօր գիտեն ամբողջ աշխարհում։ Մեր մասին ասում են ու գրում են Վաշինգտոնում։ Մեր մասին ասում են ու գրում են Լոնդոնում։ Մեր մասին ասում են ու գրում են Փարիզում։ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով դրա մասին ասվեց, բայց դա չի նշանակում, որ մենք դիրքորոշում պետք է ունենանք դրա մասին։ Քանի որ Փաշինյանը այսօր ամեն ինչ անում է, որ Հայաստանը դարձնի գերտերությունների բախման կենտրոն,
հետագա լուրջ ծրագրերով, ստեղծելով քաոս, Հայաստան բերելով 300,000 ադրբեջանցիների, իսկ մենք հասկանում ենք, որ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենակիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ, իսկ մենք շատ լավ ենք հիշում Սաֆարովի Հունգարիայում կատարածը, այսինքն մենք պետք է համբերատար նայենք այդ բոլոր քայլերին, դրա համար մեզ պետք է նոր ուժեղ առաջնորդություն, որպեսզի մենք կարողանանք հավասարակշռել մեր բոլոր միջազգային գործընկերներին և վստահ եղեք, շատ շուտով մենք դա ունենալու ենք։